հարգելի հետևողներ, դատականիստը ավարտվեց, արդարացման վերելիք կայացվել, պարոն Արստամյան, ձեր գնահատականն սպասումները արդարացան։ Դե ինչ ասեմ, շնորհակալություն։ Ձեզ համար սպասելի է, որ արդարացման վերդիկտ կայացվի։ Այսօր շատ մտահոգ տեսք ունեիք։ Անհանգիստ էիք։ Հա։ Մի քիչ անհանգիստ էի։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Այս ամիսների դատավարության ժամանակ մտածում եք, որ դատարանը կարդարացնի, ինչ եք զգում այդ ժամանակ։ Չէ, այդպիսի բան մտքովս չի անց, որ կարդարացնի։ Ինչ եք մտածում, ինչ է սպառնում ձեզ։ Չէ, դա շատ մտածելու բան չկա, ես այն ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, դա չեմ փոշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Որ բողոքի ակցիա եք իրականացրել այդ կերպ։ Այո, բողոքի ակցիա էր իմ կողմից։ Ես ենում տանը Մարիկիս ծնունդն արել, իսել է հեռաստացուցով նայում, տեսնում ինքը հեծանիվից չջնում է, ինչ խաշլամա է ուտում, ինչ անում, ասա այդ կանալը փոխի, դուրս եկա բալկոնը տեսա կաղում, ասում ես ինքն է, ջրանացի, ճիշտն ասած կարտոշկա եմ ուզել, կարտոշկան չճարեցի, խնձորը մոտիկա, խնձոր թվարեց։ Մերսի։ Շնորհակալություն, քանի որ ես մի փոքր ուշ մոտեցա, Չեմ կարող ասեմ։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չէ, չհասկացա, բենքիս փաստաբանը ասեցի բանարա ինձ բացատրիր, չհասկացա ինչ ասես։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անայինք ես չեմ ուզում մարդի հետևից զրուցանեմ։ Եթե ինքը զրուցոնը անելի, ես ուրան այդ մի երկու բառ զրուցում եմ, սուդավստում կանեմ։ Ինչ կանե, կասեի, որ հրաժարական տուր գնայց ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս կցել, հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս կցել արցախցիներին, ինքը չի կցել ես օրում ես, ինչի համար եմ ես խնձորը ինչա կցել, ինքն է զորը կցել, սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել ենք ընկել, առաջի մեղավորը ինքն է, դրա համար էլ ես յուրան հարգում չեմ, իրան են կպե ինչա իրանց այդ խումբը ես չեմ հարգում, իրանք են մարդիկն վեր, ես դաժը Հայաստան սեսի Երևանց ասում եմ վեր, այդ մարդը դրա հարկավերա հանցանին վեր, այդ մարդը ապագա չկա, դուրս բերեն, Պարոն Արստամյան, ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլագնում։ 8 հոգի, 3 սենյականոց։ Վարձով։ Վարձով եմ ապրում։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատող։ Մեծ աղջիկ ես։ Ինքն է ձեզ բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եմ։ Կարում եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալկին է ասին, մի քիչ անորմալ ալի, մինակ ես չում, ասի արցախցիներն է ողել մեծ մասը անորմալ ալի, գիշերն են չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում, միջան հիմա չեն կարում հարմարվենք, գիտեմ, Ստեփանակերտում էր ձեր տունը։ Հա։ Ինչ տուներ, սեփական, բնակարան։ Չէ, բնակարան է, 3 սենյականոց բնակարան է։
Պարոն Արստամյան, տևական ժամանակ իրավապահ մարմինները բավականին կոպիտ կերպով ձեր բնակարան էին մտել, ձեր մանկահասակ թորնիկների ներկայությամբ էին խուզարկություն իրականացրել, դուք տևական ժամանակ դատարան էի գալիս գնում։ Այս երևույթները ձեր կյանքում ինչ-որ բան փոխեցին ձեր հետագա քայլերում։ Նշեցիք, որ եթե տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, կասեիք երկու խոսք, բայց ձեր հետագա քայլերի առումով որևէ բան փոխեցին։ Դե հետագա քայլերը նա, որ արցախցիները պետք է դուրս գան միտինգի, այն օրին երկու գյուղացի ասում է հարկավոր է դուրս եկած միտինգի գնաց պախոխիկ սովածը մնան, միրգ ընծախում ինչ են անում, ասում է չես տեսնում մեզ հետ ոնց է վերաբերում, հարկավոր է դուրս եկած միտինգի միասին համախմբված գնում ես պարկը, ես մեզ տեսնում նստած բան է խաղում, բլոտ են խաղում, ինչ են անում, մարան բլոտի վաղ չի է սորվայրան, հարինիք թողալ ենք դուրս եկալ, այս վիճակում հարկար է միտինգ կեցած, միտինգը համախմբված, այս կառավարության խումբին հեռացրած է, հատե դիմիլը։ Պարոն Արսենյան, եթե նորից Նիկոլ Փաշինյանին տեսնեք, նորից նույն բողոքի գործողությունը կանեք։ Դե ճիշտ ասած, այն ինչի ես արալում ես սրտումս ինչ որ մին քանի բան ա եղել, մեկը դուրս ա եկալ, հանգստացավ, բայց եթե ես երկրորդ անգամ դեպայեմ, մի երկու լավ բառ կասեմ իրան, с удовольствием մի երկու լավ բան կասեմ իրան։ Մերսի։ Պարոն Երասյան,